գնացել։ Բարի երեկո, սիրելի հետևորդներ ջան։ Աշխատանքից եկել եմ ու անմիջապես եկել բաղչեն։ Այս փոცხը, այս բաները, էդի մկրատը, ձեռնոցը։ Ակլորը գնացել է իմ տան պատշգամբ, հետո ծուղրուղի ականջում։ Կարող է։ Մի հատ էլ պղնձի ծուղրուղու կանչես, այ ակլորիկ։ Հա, սիրելի հետևորդներ ջան։ Վայ, հերթ տուրե ակլոր, ես եմ խոսեմ։ Ձեռնոցները հագնեմ։ Ուրեմն այնքան եմ շտապում, սիրելիներս, քանի որ արդեն ժամ չէ, րոպե։ Ջանա, րոպե գարունը թափով գալիս է, այնքան համով է օդը բուրում, աննկարագրելի բույր է տարածված, սիրելիներս, հատկապես երբ որ իմ այգում արդեն ծառերը լավ ծաղկել են, բացվել են, մի հատ հոտ քաշեմ, խայ, շատ լավն է, անցյալ տարի համարյա թե չէր ծաղկել, համ զրուցեմ, համ աշխատեմ, այս պահին էդի մկրատը ու սղոցը պետք չի, դրա համար ստեղ նշանով տեղ եմ դնում, չկորցնեմ, հիմնական նպատակն է, որ գոնե այսքան տեղը մաքրեմ, բարեմ էլի, ձմեռը ցուրտն է խանգարում, աշնանը խանգարող բան էլ չկար ասենք եթե, բայց թե էդ էլ քանի որ մի քիչ առողջությունս էի խնայում վիրահատությունից հետո մի խոսքով ամեն մի գործերը կուտակվեց, հիմա դե ոչինչ, հարկ Աստծո առողջ եմ ու կատարյալ ձևով հիմա կսկսեմ մաքրել իմ բաղ ու բաղչի տարածքը, շատ եմ սիրում ճիշտն ասած, սենց մաքրության գործեր, գիտեք որ իմ բաղչային տարածքը շատ մեծ է, սենց չափերով չեմ հիշելի որ ասեմ, բայց թե դե լավ գիտեք էլի արդեն, հիմա ստեղ մի կողմից էլ հավերն են շատ քանդում, այս էլ, սա այս երկու տարի մի քիչ խղճացել էր, այս իմ սև հավարջը, քանի որ ես ստեղ չէի, Ռուսաստան էի, ինքը խղճացել էր, հետո որ մին ծառը թուփը խղճանում է, մի քանի տարի ոնց որ կամ միառ ժամանակ, հստակ չեմ կարող, որ ծառը ինչքան ժամանակ է հատվածում, մի քիչ խղճանում է, հա, իչե ձեռով օգնենք, որ ստեղ այս ծեսա թուփա, Կարինա մեզ գործիքով մաքրեմ, հանեմ, բերեմ այս կողմը, ահագին հավաքվեց, ստեղ էլ ազում որ ձեռքով անեմ, արմատից, գետնի տակից էլի նորերը դուրս են եկել, մի հատ որ գործս մի քիչ անեմ, երևա որ գործ եմ արել, տես աղցիկը կմոտեսնեմ, ես սիրուն ծաղիկների տեսքը կտեսնեք, սիրելիներս, ես որ այդ ձևով մոտեցնում եմ, ինձ թվում է գրեթե բույրը զգում եք, ես օրինակ այդպես եմ, էլի բարձրանամ ստեղ, հետո մինչև մութն ընկնելը, ձեն տվի, ոնց որ հարևաններս են, մի բարևեց, հետո անցավ, Եվի տեսավ չպատասխանեցի, անցավ, դե ոչինչ, իքչեմ ես կողմից քաշեմ, ես ինչքան է հավաքվել, աստված ջան, ասենք ուրիշ տարիների, ստեղ կանաչ չէր, քանի որ հավ չունեի, հիմա ինչ կանաչ, հավերն հենց են, ամեն մի դուսեկատ ծիլը կերել, ստեղ էլ կանաչ չի մնա, ես ինչ հակացի է, ոնց որ թե հա մնացել է, ես ձեռքով կարող քաշեմ, այ, ես ակացիներից բրծում չկա, սիրելիներս ուրեմն
շատ ահավոր են դրանք։ Հա, ասիկա մի քիչ գործ անեմ էլի, ես պարզել եմ, ես իմ առաջ։ Հայ, Շերահան, ձեր այա եկել, թես ինչ էր։ Այս ներքևն էլ կովիկ կան, արդեն մարդիկ իրանց ապրանքը բաց են թողնում, որ դուս եկած կանաչը արած են, այ այդ շրջաննա, այս որ ստեղ հասցրի, իչել ես կողմից բերեմ, բարև ես երբ կողմանի աշխատում եմ, լավ եք, հերվից գալիս է տեսա, ավտոն ասի, հաստատ դուք եք։ Այսպես։ Այն կողմից, այն ճանապարհ կա, էլի սիրելիներս, մեր դարպասի մոտից, սենց պտտվում է գալիս ներքևի ճանապարհը։ Սիրուն էլ ծաղիկներ եք, էլի քաղելի էլի, մեր բաղջում էլ կլի դուս եկած։ Հավի աչքնա, չէ? Նարցիսն, հա, ես ասի հավի աչքնա, բայց վայթ եմ հավի աչքը դուս ա եկել։ Հլա գնամ ես էլ տենամ, այ։ Մի քիչ գործ անեմ, հետո իրար հետ կգնանք։ Սիրելի հետևորդներ ջան, հլա տենանք հավի աչքը դուս եկած պետք է ալի, եսին վերևի, բաղջի վերևի մասումը ունեմ էլի, իմ սիրուն ծառ, աստեղ պետք է չոքեմ, որ այս արանքներից այդ մաշվածին խոտը, հավերն էլ որ քուջուչ են արել, քարերը դուս ա եկել, իքչել այդ քարերը հանեմ այս արանքներից, ոյ, ավազակ հավերը, են որ ասմա երկու էրնեք մի տեղ չկա, հիմա էտա ոնց որ, եթե ուզում ենք, որ հավերը բաց թողած պահենք, այսենց ավիրացություն են անում, տեսակ ես մի փոքր տեղից, ես ինչքան հավակվեց, հատկապես քարերը, չնայած թե մի կողմից լավ ամաքրում են այգին, հետո տեսնենք ոնց կընթանա, ես տեսախցիկն էլ կմոտեցնեմ, սիրելի հետևորդներ ջան, ես հիմա միջապես չեմ ուզում էլի, ծուխու կրակ վառեմ, մի հատ գամ տեսախցիկը մոտեցնեմ, կարմիր գլխարկի գայլը ոնց է ասում, ակնոցները դնում են, որ քեզ լավ տեսնեմ, հիմա ես մոտեցնեմ, որ ինձ լավ տեսնեք, իսկ հիմա հատուկ ավելի եմ մոտեցրել, որ սև հաղարջի ծաղիկները տեսնեք, շատ յուրահատուկ է, միգուցե շատերը տեսած չլինեք և հետաքրքիր է, երբ որ ես էլ չունեի, չգիտեի, որ հաղարջը այս ձևով է ծաղկում, ընդհանրապես կա նաև վայրի հաղարդ, չէ, որին մենք ղրաղատ ենք ասում, ու մեր սարերում շատ կա, այսպես։ Եվ հիմա շտապեմ, քանի որ պիտի աշխատեմ, շատ գործ ունեմ իմ մեծ այգում, ահա։ Ոնց որ թե հարմար կլինի, մի հատ ստուգեմ։ Ահա, շատ լավ է, հիմա կրակը վառեմ, ողջը մի քիչ առաջ կցենք, էլի, սա չորա շուտ կվառվի, բայց պետք է նայեմ, որ այս իմ ծառերին չվնասվի, ոյ, ահա, այսպես, ամեն ինչի մասին էլ պետք է մտածենք, էլի, գիտեք, որ իմ այգին այս վիճակն է ու շատ լիքը գործեր ունեմ անելու ու պետք է հասցնեմ։
Ես էլ եթե ասենք ծխոտել լնեմ, ծխահարվեմ, ոնց ասած, դե ոչինչ։ Արդեն տանն եմ լինելու և դա խնդիր չէ։ Ես մի հատ որ հեշտ պարեմ, կրակը ստեղ կովեր կան և իր տերը բարկանում է նրանց վրա։ Այ այդպես։ Կևանք է այ կրակ։ Ոնց որ թե կկպչի։ Այսպես։ Ձեռնոցները հագնեմ, որ այս կողմը էլի ավելորդ բաներ կաճածել իմ այս հաղարջի մոտը, էդ էլ մաքրեմ։ Ինչքան հնարավոր է, հավերը սրանց դե չեն ուտում։ Օրինակ, ճիշտ է, հավերը թենց ոնց ասած, կանաչի մեռած են, բայց ամեն ինչն էլ չեն ուտի, էլի։ Օրինակ, սրան չեն ուտում, սրան մեղուներն են շատ սիրում, են որ կապույտ գույնի ծաղկում է, էս դա է, էս այդ կողմ եմ գցում, քանի որ էդ էլ այն մասից կմաքրեմ։ Ինքը շատ սիրուն ձևի ծաղկում է, հետո շատ է մեծանում հարմատը, այսքան մեծ է, որքան գիտեմ հարմատը նույնպես բուժիչ հատկություններ ունի, բայց թե ես դրան չեմ օգտագործում։ Այսենց, շատ տարածված է ամենուր, թե այգիներում, թե ճանապարհաեզրերին, ու միևնույնն է, հիմա պոկեցի, սա էլի աճելու է, բայց թե ամեն դեպքում մաքրում ենք, որպեսզի ազատենք էլի մեր ծառու թուփը սրանից, քանի որ ամբողջ սնունդը ծառի ու թփերի սա կտանի, այդքան ուժեղ է։ Այս կողմն էլ հնարավորինս հիմա որ պոկեմ, աճը կանք կառնի, էլի, այսենց։ Համելը ստեղ նոր աճում է, հեսա այս էլ է հաղարջ, ստեղ էլ հազիվը ստեղեմ, որպեսզի էլ են գործիքը չբերեմ, այս մասերը ձեռքով մաքրեմ էլի, չորացած բաները։ Սիրելի հետևորդներ ջան, ոնց էի սիրում ասել, ամբողջ ձմեռը իրար երեսի նայեցինք, երեսի նայեցինք, հիմա դուք ինձ նայեք, ես աշխատեմ, ձեր հավեսն էլ բացեմ, այսպես, սիրուն մաքրեմ, բայց այս կողմն էլ է ուզում ու հեռու է, նա այս թե պիտի մաքրեմ, արի ստեղ, այս սա հավերն են քուջուջ արել ու ստեղ են լցրել վերևից, այս կողմ են լցրել, ինչքան աչքս կտրի պետք է աշխատեմ, այս էլ է կողմնակի, այդպես արմատից եկել է, ստեղ աճել, սրան միազատ ժամանակ, կամ կհանեմ կտեղափոխեմ, կամ էլ չէ, սրան աշնանը կտեղափոխեմ, այս էլ, այ այս մեկն էլ, սրանց աշնանը կտեղափոխեմ, դե հիմա լա, կրակը ոնց որ չվարվեց, հենց որ կրակը վարվի արդեն, այդ կողմից կքաշեմ ու կբերեմ սրա վրա կլցնեմ, հետո ծուխը ծուլ կանենք, Հայրը ոնց որ գնացին թառեղան, ավելի լավ, ինչ չեն խանգարի, ենքան ծողրուղու անում են ակլորս, են որ ասմա լեզու ունենա կխոսի, այ էդ պահնա, բայց թե ամենքն էլի անց լեզվով խոսում են, ամեն շունչ կենթանի խոսի լա ուզում, Ետ կա չէ, ասա, խոսա, թող ջիգարը բացվի, այսինքն սիրտը բացվի, էլի, սրտով խոսի, իրա սրտում կուտակված բաները պատմի, սիրտը թեթևանա, երգի իմաստը դա է, էլի, մեր այդ հին երգերը ոնց որ թե մոռացության են մատնվում, գոնե,
սենց պահերով հիշենք էլի այդ երգերը, պահպանենք մեր հին երգերը, հավեսի նավ երգերը պահպանենք։ Այս որ սենց մեծ չորուկներ, սրանք լրիվ մոլախոտերի չորուկներն, այս կողմը, օրինակ մոլախոտեր կան, որ ինչքան էլ չորանում են, դրանք չեն փշրվում, սենց խոշոր մնում են։ Ու այստեղ ոնց որ թե իմ կրակը ստացվեց։ Անցնում ենք առաջ, այս էլ է Սերգեյի լիծար, ոնց որ թե չի երևում, ոչինչ, հետո ցույց կտամ, մի քիչ հեռու վառեցի, որ կրակը հանկարծ չվնասի, բայց երևացնեմ կրակս ոնց որ մի քիչ էլ քամի կա, էլի հանկարծ քամին այդ բոցը չտանի։ Նաև ակացիների մաքրած փոքր ճյուղեր կա։ Կրակը տակը գցեմ, որ արդեն լավ կպչի։ Այստեղ այս փոքր խնձորենիս էլ է ծաղկել, այդ ամառվա խնձորն է։ Վարդևորի վաղտն է հասնում այդ խնձորը ու շատ քաղցր է, բայց քանի որ մոտեցել եմ, աչքիս տեսախցիկը պտտեմ։ Եվ այստեղ, ինչպես սիրում եմ ասել, եկեք վագրի գլուխը պտտենք։ Այսպես, էլ չեմ անջատում, միանգամից պտտում եմ վագրի գլուխը։ Այսպես։ Կրակը լավ թեժացավ, շատ լավ է։ Եվ սկսում ենք աշխատել թափով, հավեսով։ Բաղջի գործը են գործնա, որ սրան սկիզբ ու վերջ չկա։ Թեկուզ սաղ տարին էլ, ասենք ձմեր օրով էլ, եթե մտնենք բաղջեն, հաստատ մի գործ կգտնենք։ Բայց եթե այդ ամենը, օրինակ հենց իմ պահով էլի, համատեղում եմ դրսի աշխատանքի հետ, տան մաքրության հետ, վլոգներ կատարելու հետ, ինչ որտեղ բաղջ աշխատանքը երբեմն այս վիճակն է լինում, բայց թե ես էլ չեմ տեղը թողալու, ես էլ եմ անելու։ Եվ իհարկե ձեր հետ միասին, սիրելի հետևորդներ ջան, քանի որ երբ որ մարդը միասին է լինում, ուժ է ստանում, չէ՞։ Ինչպես ասում են, միասին ուժեղ եւ հավեսով։ Այս կողմը շատ չեմ քաշի, որովհետեւ մի քիչ այս կողմ դեպի ձեզ արդեն պիտի ներքևի վրա քաշեմ։ Քանի որ արդեն աշխատանքը հենց է պահանջում են, իմաստ չունի, որ այսքան տեղից ես այստեղ եմ։ Իմաստ չունի, որ այսքան տեղից տանեմ նրան հասցնեմ, ես էլ ստեղ կհավաքեմ, կվառեմ։ Բայց ստեղ մի քիչ խոնավ է։ Սա չգիտեմ, այսօր կվառեմ, թե չէ, խոնավ է։ Սենց։ Եվ ես թվում է արդեն կամ այս կողմը։ Քանի որ ստեղ ծուխը կարող է խանգարի, որ էլի ես չերևան, ինձ թվում է տեսախցիկը էլի եմ մոտեցնելու։ Հավը լրի, քուջուջի հետ անգամ մեծ քարերը այսենց հեռուն են շպրտում։ Եվ ես նորից այս կողմից քաշեմ մի հատ, որ այս հատվածը վերջացնեմ, արդեն նոր հատված կսկսեմ։ Թռչունները սիրուն երգում են, գիտեմ, որ իմ վլոգի մեջ լսվում է, և մեր այս մի քանի րոպեն թռչունները իրանց երգով
հիացմունք եմ պատճառում, թե ինձ և թե ձեզ։ Ահա։ Ստեղ էլի ներքևի հատվածը պետք է ներքև տանեմ, քանի որ պետք չէ էլի, որ ներքևից շատ վերև բերենք, անտեղի տեղը։ Սա կվարվի։ Թանձր ծուխ արձակելով կվարվի, իսկ ես տեսախցիկը նորից առաջ եմ տանում, կրակը թողնում ենք մյուս կողմ և առաջ ենք գալի, այս պիչկեն քարի վրա դնեմ, ոնց որ թե ահագին ստացվեց աշխատել, մաքրել, հիմա այս կողմը, ամբողջ տարին պետք է ամեն ինչին էլ հետևամ։ Այս մաքրությունները պետք է ամբողջ տարին կատարեմ։ Այնա, որ հավերի գործն է դժվար։ Եթե փակեմ, ձվակտրելու են, հաստատ, վստահ եմ։ Հետո այդքանի համար էլ, որ կանաչ քաղեմ, չգիտեմ, ոնց կստացվի, չեմ ուզում նախապես ոչինչ ասել։ Ինչպես ասում են, Աստված առաջ, կտեսնենք ոնց կլինի, օրինակ մոլախոտեր էլ կան, որ էլ ինչքան չորանում են, այս հենց գետնին կպած մնում են, շատ են ամուր լինում, մի հատ էլ խնձորենին սիրունացնեմ, չեմ մոռացել, որ պետք է նաև գնամ տենամ հավի աչկը դուրս եկել, թե չէ։ Գիտեք չէ, որ հավի աչկին նաև շատ այլ ուրիշ անուններ են ասում։ Հավի աչկի գրական անունը Մարանդա է, այստեղ մի հատ էլ գրակը խառնեմ, բայց մի քիչ այս կողմ բերեմ, քանի որ այստեղ ակացու կտրված տեղն է, բերեմ դրա վառեմ, որ դա էլ չորանա։ Հիմնահատակը լի էլի, բալիք է։ Քանի որ ինքը թեթև է, հեշտությամբ բերում եմ, գլորեցի կրակը, այսպես։ Ջան, մի քիչ ցրտոտ է այս ժամերին, կրակի տակը դուր եկավ մի թեթև, բայց կողքը չեմ նստելու։ Համել, այսինչ հավեսով դուք էլ կտեսնեք, բայց աչքիս այս կողմը վերևացնեմ, մի հատ են տանձեն ու 4 կողմը, վայ, չէ, ես էլ պտի այս կողմ բերեմ, ես էլ այլի պահանջում երկրաչափության օրենքները, ֆիզիկայի օրենքները, մաթեմատիկայի օրենքները, կյանքը մենակ հո ուտելով չի, ուտենք, նստենք, Հագուհուն էլ ենք նողեց կացնում, ինչքան սիրունա, չէ կայլյա, հետը նկարվել, դե, նկարեք սիրելիներս, չախ, 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 մի հատ էլ ես կողմից, չախ, 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 մի հատ էլ հոտ ենք կաշում, ճոն, և անհամբեր սպասում իր համեղ մրգերին, տանձենին, ստեղ լավ չպոկվեց ոնցոր, Սենց, ու էլի սենց կրակին վրա ենք տալի։ Վերջումն էլ, որ այս գործիքի հետ է քարերը, որ գալիս է, այդ քարերն էլ հմաքում ենք չպարի վարքը լցնում։ Էտա, թենց է։ Հողը առանց քար չի, են էլ Հայաստանում։ Սանդրում ենք, էլի սենց, հողը սանդրում ենք, այսպես, ու այս պահերին, ոնց որ թե այգին սկսում է ժպտալ,
ինձ զանգում են, սիրելի հետևորդներ ջան, եւ այս պահին, քանի որ զանգը կարևոր է, պետք է 1 րոպե ընդմիջում եւ պատասխանեմ։ Որոշեցի, քանի դեռ չի մթնել, իրար հետ գնանք հավի աչքը գտնենք, քաղենք։ Ահա, էս էլ են տանձենին ա մեծ պապական, սա էլ արդեն ծաղկել, անցյալ տարվա պես շատ չի ծաղկել, բայց թե էլի կա, համը կտեսնենք մրգի։ Այս կողմը խնձորենին է, սա ուշ է բացվում, ընդհանրապես խնձորենիները ուշ են ծաղկում, ահա, առաջ եմ գնում, ստեղ էլ է մաքրելու, ահա, բանջարը շատ մեծացել է, ահա, չոր մոլախոտեր կան, որ պետք է մաքրեմ, քամիները հեռուներից տոպրակներ են բերում, մի խոսքով այգին պետք է լավ մաքրեմ, լավ տեսեք թե բանջարները այսին չափի են մեծացել, էլ սրանք ուտելաբան չեն, այսպես, ընդեղ նկատել եմ, հավի աչկը, մարանդան, այսպես, առաջ եմ գնում, բայց ինչքան շատ գործ ունեմ, Աստված ջան, Աստված թող ինձ ուժ տա, որ կարենամ այս ամենը կատարել, այստեղ իմ էլի սալորենի ունեմ, բալենի ունեմ, ծաղկել է, և հավի աչկը գտանք, ուրա, ախր գիտեմ է, որ ես ամեն ինչ էլ ունեմ, ահա, մի հատ այսպես հիանանք, սիրելի հետևորդներ ջան, ահա, բայց երևի չքաղենք, թողնենք այստեղ սիրուն մնա, հա, թե քաղեմ, անուշ կա, ահա, հլա մի հատ քաղենք, տանենք այս սիրունությունը, այս համով հոտը տուն տանենք, երբեմն այս ենք եմ, այս սիրելի հետևորդներ ջան, մեղքս գալիս է, ափսոսում եմ, որ քաղեմ, ահա, այստեղ, քանի որ, ահա, այստեղ ավելի երկար է մնում, բայց իրա հոտը շատ լավն է, էլի, առաջ գնամ են բոյով ծաղկածները քաղեմ, ահա, եկա, սրանք, ու մի հատ սիրուն փունջ կազմեմ, նույնիսկ ոնց որ թե մի մասը շուտ է ծաղկել ու անցնում է, այսքանը հերիք է, էլի կգամ, էլի կքաղեմ, ինչքան սիրուն է, չէ, թե հոտ քաշեք, այս բնության հրաշք ծաղիկը ինքը դեղաբույս է համարվում, սիրելի հետևորդներ ջան, մի հատ փունջը գեղեցկացնեմ, ոնց որ թե այս ինչ ավելորդ բան է եկել, իմ այգու սոխակները երգում են մեր համար, ինչքան սիրուն է, հիմա արագացնեմ գնամ էլի, ինչքան տեղը որ որոշել էի, էդ էլ մաքրեմ, ահա, այստեղ հոնի ծառն է մեծ, արդեն ծաղիկը թափել է ու անցնում է բերքը տալուն, Աստված տա, ոչ մի բան չխանգարի, բնության օրենքները չվնասի և բերք տա մեր հոնի ծառը և մի քիչ ներքևի հատվածով առաջ ենք շարժվում, այ, այսքան տեղից, այ են կողմից, լավ դե չալարեմ, գամ այս կողմից սկսեմ և տեսնեք թե ինչքան մեծ է իմ այգին, այստեղ էլ ունեմ սալորենի, դեղին սալորն է, ծաղկել է, այնտեղ բալի ծառ ունեմ, ծաղկել է և այստեղ էլի հավի աչք, դե բա ոնց չքաղենք, մեկը շատ կա, քանի որ արդեն գիտեմ, որ այն վերևի հատվածներում էլ կա, այս է ոնց որ շուշան է, մի հատ փոքեմ, չէ շուշանը չի, շուշանի նման քոլ կա, մի հատ ուրիշ է տա, հետո ես, և արդեն շտապեմ, գնացինք, սա սիրելի հետևորդներ ջան, խոսքս կիսատ ամնում, բայց թե էլի հասցնում եմ, գալիս եմ էլի նույն թեմային եմ անցնում, ստեղ լավ է, այ ստեղից արդեն տարածվում է մեր այգին, գնացինք դեպի իմ աշխատելու տեղը և մի քիչ էլ արագ ենք գնում, բայց նեզ լավն է, եղանակը հոմով բուրում է օդը,
Արդեն տեսնում եք, որ լույսերը մարդիկ միացրել են, բայց իմ նման էլի աշխատողներ կան, այստեղ այնտեղ ծուխը ծուլալում, այս ինչ հաձույա, վայքու, հավս ստեղա ձուած է, այ քեզ բան, վերցնեմ մի հատ, կատում կամ շունը գողացած ըլնի, հաստատ կերած կլներ, ուրեմն ստեղա ձուածել չի հասցրել, այդպես ձու էլ գտանք, այսուհետ ուրեմն ուշադիր ելնեմ, քանի որ հավերս նոր են սկսում ու իրանք հենց ոնց ասած վառիկներ են էլի, շատ գործ ունեմ տեսնում եք չէ, այստեղ այն ակացիներն են, որը արդեն չոր կլնի ու այս էլ կվառեմ հաջորդ օրերին, այսպես, տեսնում եք, այս բոլորը պտի մաքրեմ, Այստեղ արդեն այս ծառերը էտել եմ, այս հատվածը, այ քեզ բան, տենասես որ հավսա, այս Սերգևիլի ծառնա, սիրելի հետևորդներ ջան, այն խոշոր խնձորանման Սերգևիլի ծառնա, և սա դեռ չի ծաղկել, հասանք տանձենուն և մեր կրակին, մեր աշխատանքի վայր, այսպես ասած, այս էլ այն մի Սերգևիլի ծառնա, չգիտեմ, սա կծաղկի, թե չէ, սա պապական տեսակն է, ես եմ այստեղ ցանել, ոնց որ թե միգուցե այս տարի ծաղկի, քանի որ պապական Սերգևիլները ուշ են ծաղկում, հիմա ծաղիկները դնեմ այստեղ քարի վրա, ծունել, սենց են էլի, մի լավ բան գտնում, և արդեն աշխատեմ։ Մութը վրա է անգնում այ, բայց որ որոշել եմ, հաստատ այսքան տեղը պետքա մաքրեմ, հաստատ։ Եթե անգամ, եթե ոչ ձեր հետ, ապա առանց ձեզ, պետքա այսքան տեղը մաքրեմ։ Եվ թափով սկսում եմ։ Բայց մի հատ, ոյ, քիչ էր մնում, ընգնեի։ Մի հատ էլ կրակը խառնեմ և ասնեմ գործի, սիրելի հետևորդներ ջան, ուրեմն մի քիչ այստեղ աշխատեմ, արագացնեմ, հավաքեմ, հետո չգիտեմ ինչպես կստացվի, ինչպես կշարունակեմ իմ վլոգը, ամեն դեպքում, ես ձեր հետ եմ, դուք ինձ հետ եք, հա, իդեպ մի բան էլ ասեմ, նոր գնամ, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, վաղ գնալու եմ Ալավերդի քաղաք, ադամների սպունգման հարցով, բայց հավանաբար այդ պահերով ձեզ չմիանամ, քանի որ նոր եմ ցույց տվել և եթե ինչ-որ մի հետաքրքիր պահ լինի, այդ պահերով կմիանամ ձեզ և կգամ տուն ու տնից շարունակություն գտամ, այնպես որ վաղը ես քաղաք եմ գնալու, իսկ հիմա աշխատեմ։ Արագացնենք, գործը չի սպասում արդեն։ Այս էլ հավաքեցի, սիրելիներս, այս խոշորները մի քիչ մանրացնեմ, որ կարենամ կրակը վառեմ, այն իրան ասացի հարսի պատմությունը հիշում եք, որ որոշել էի, որ այսքան տեղը մաքրեմ, սպիչկեն էլ տանեմ, ասի պտի մաքրեմ անպայման, մինչև աչքիս առաջը կտրելը, այնքան կրակը վառեմ, այդ մեկը լավ վառվում է, այնքան կրակը վառեմ, արդեն գործը կարելի ասել արված։ Քամին հանգցնում է, սիրան տեսեք։ Դժվարը սկզբի կպչելն է, սիրելիներս, և արդեն կպավ։
ցոր։ Կոկտեյլից հավաքեմ էլի։ Ամեն դեպքում դեռ խոնավ է, էլի։ Եվ մութն էլ կամաց վրա է հասնում, սիրելի հետևորդներ ջան։ Այսպես, սիրելի հետևորդներ ջան, կրակը ստեղ կկպչի։ Ես էլ արդեն ավարտեմ իմ այսօրվա վլոգը ձեր հետ և կրակս լավ կպել արդեն, սիրելի հետևորդներ ջան, մյուս կրակն էլ խառնեմ և այս ձևով էլ դեռևս ես այստեղ կմնամ, կհետևեմ կրակին Եվ ձեզ էլ ասեմ առայժմ, մինչ հաջորդ վլոգ։